Ներկայացնում կատարակտը։ Կատարակտը աչքի հիվանդությունների մի մեծ խումբ է, որ եթե արմատապես մոտենանք, կատարակտ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է ջրվեժ։ Արտահայտությունն եկել այնտեղից, որ պացիենտները գանգատների մեջ նշում են, որ տեսողությունս փոխվել է այնպես, կարծես նայեմ աշխարհին ջրվեժի ետևից։ Այսինքն գանգատվում են հիվանդները տեսողության մշուշումից, գույների, երանգների նվազումից, եւ կատարակտը իրենից ներկայացնում է մեր աչքի ներսի ոսմյակի պղտորումը, որը կարող է ունենալ արդեն տարբեր պատճառներ։ Ահա, խոսենք նաև պատճառներից։ Այո, պատճառները ամենաառաջինը, եթե ծագումնաբանության ժամանակայնության տեսանկյունից նայենք, կարող է լինել բնածին, երեխաները ծնվեն կատարակտով, եւ կարող է լինել տարիքային, ամենամեծ խումբն է կատարակտի, ինչպես նաեւ կատարակտի մի առանձին բաժին կա, որը կոչվում է բարդացած կամ երկրորդային կատարակտաներ, որոնք ի հայտ են գալիս մեկ այլ հիվանդության, շատ հաճախ որոշ դեղորայքի ընդունման արդյունքում։ Ամենատարածված դեղորայքը իհարկե որ կարող են բերել կատարակտի, կատարակտածին են, դրանք հորմոններն են։ Շատ տարբեր հիվանդությունների պատճառով մեծ քանակություն պացիենտների մեծ քանակություն ստանում են հորմոնալ պրեպարատներ, ստերոիդներ, կորտիկոստերոիդներ, որոնք որպես բարդություն կարող են առաջացնել կատարակտ։ Այսինքն կարող ենք ասել, որ ռիսկի խմբում հիմնականում երեխաներն են ու մեծահասակները, թե կա նաև այլ խումբ։ Երեխաների չափաբաժինը այդքան մեծ չէ, ռիսկի խումբ երեխաներին համարել իհարկե չենք կարող, այստեղ ռիսկի խումբի մասին խոսել էլ կարծում եմ չենք կարող, շատ չափազանցված կլինի, որովհետև կատարակտը ինքը իրենից ներկայացնում է մեր աչքի ոսմյակի օրինաչափ ծերացման process-ը, դա սպասվում է բոլորիս, միայն թե ապրենք հասնենք այդ տարիքին, բոլորիս դա սպասվում է, մեր ոսմյակի օրինաչափ փոփոխությունն է դա, կարելի է նրա ծերացման գործընթաց համարել, զուտ նյութափոխանակության ընթացքում ոսմյակը պղտորվում է, տեսողությունը մշուշվում է։ Ռիսկի խմբերը կարող են լինել դեղորայքի տևական կիրառող մարդիկ, ես նշեցի միայն հորմոնները, բայց նաև որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ որոշ հոգեմետ պրեպարատներ նույնպես որպես բարդություն առաջացնում են կատարակտ։ Ռիսկի խմբում են նաև բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ տեղամասերում բնակիչները եւ այս արդիվ բոլորին խորհուրդ է տրվում առհասարակ բոլորին խորհուրդ է տրվում ամռանը, ձմռանը, երբ որ ձյուն կա, ձյունը նույնպես անդրադարձնում է, անապատում, երբ որ ավազ կա կամ ծովում, երբ որ ջրից արևը անդրադառնում է, մի խոսքով այդ բոլոր ռիսկային խմբերում խորհուրդ է տրվում կրել արևապաշտպան ակնոցներ։ Եվ ընդ որում շատ կարևոր է, որ այդ արևապաշտպան ակնոց կոչվածը ոչ թե զուտ սև մքացնող ակնոց լինի, այլ նա հավաստի 100%-անոց ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանիչ ֆիլտր ունենա։ Այս խնդիրը ժառանգականության հետ ինչ որ կապ ունի։ Կոնկրետ ժառանգականության հետ